Պարոն Ալեքսանյան, հաջողություն վարչապետարանի վկա, հրապարակումը, մարտի 27-ին առավ։ Ազգային անվտանգության ծառայությունը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին պատկանող Toyota Երևան ավտոսրահից 16 միլիոն դրամով էլեկտրոնային հաշվով դրան մասնակցել է միայն Toyota Երևանը եւ հաղթել է։ Ավելի վաղ անցած սեպտեմբերին Toyota Երևանից Toyota Land Cruiser 300 մարտիշի 2025 հավաքական աջակցած որոշման բայց նպատակով ծախսել էր մոտ $125,000։ 24-ի անվանումի նույն մեքենայից գնով ձեռքբերվեց Ճուղիչական կոմիտեի նախագահի համար։ Իսկ վերջին տարիների ամենամեծ գործարքը Toyota Երևանի հետ կառավարության և ոստիկանության բարեկային ծառայության համար 175 մեքենաների ձեռքբերում էր, որի արժեքն անցել է 3.1 միլիոն դրամ։ Դրանից առաջ էր Կանոնայի Շիրակի օրենքներ արվեստի Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի։ Կար, բայց դուք ինքներդ կներեք։ Կառավարությունը ևս չի նպաստել, դուք եք ասում, որ ինչու եք միլիոնատեր, ասում գործարքի եք ֆինանսել։ Չէ, այդպես չի կարելի ասել։ Լավ, կան պատասխան։ Շնորհակալություն։ Չէ, գործարք դա չի կարելի ասել ու այդպես չի։ Մի պարզ պատճառով ինքներդ ասացիք էլեկտրոնային աճուրդի եղանակով, որին մասնակցել է միայն Toyota Երևան ընկերությունը։ Առաջին դեպքում Մյուս դեպքերում ինչ, կատեր մեկ անձից գնում։ Չէ, դե ամեն դեպքում երկու նշված էր, որ Լավ, կներեք, օրենք կա, սահմանադրական կարգ կա, բան կա երկրում։ Բաճուրդը հայտարարվում, ով ուզում մասնակցում է, ես ավելի վատ բան ասում ինքնաշահ։ Եվ ինչ անենք։ Ինչ կարանք անենք այս պահին։ Դες դրա համար եմ ասում, որ մեր իրավապահ համակարգը կներեք, դատա իրավական համակարգը դանդաղ է աշխատում, շատ դանդաղ է աշխատում։ Այո, քանի դեռ այդ գործերով վճիռներ չկան, ձեր գործընկերների կողմից այդքան նշված ամեղության կանխավարկածից եւ մնացածից ելնելով այդ ընկերությունը կասկսեմ խոսալ դուք անդադ պետք է ինձ Չէ, բայց կլինի ես հավարտեմ, հետո դուք փորձեք հստակեցնել 1000 ներողություն։ Այսինքն, եթե ձեզ թվում է դուր է գալի, որ Ռոբերտ Քոչարյանի խնամինա պետական տենդերները շահում ճանապարհը շինության, բնավ էսթետիկ հաճույք չեմ ստանում դրանից։ Էլ չեմ խոսում նրա մասին, որ օրինակ շատ հետաքրքիր դեպքեր ալնում, օրինակ թիմ ընտրությունների հետ կապված, որ Լոռու մարզում օրինակ թիմ ընտրությունների Հանի ամիս ձգձգվեց, միջև ընտրություններն եղան ավարտվեցին։ Այդ նմանատիպ բաներից ելնելով, այո, շատ խնդրահարույց է այդ ամեն ինչը իմ համար, բայց միևնույն ժամանակ կա օրենք։ Ու եթե ինչ-որ նենց հրահանգ իջեցվի պետական ապարատի վրա, այդ Քոչարյան ընտանիքին եւ Սերժ Սարգսյան ընտանիքին եւ նրանց հետ փոխկապակցված մարդկանց ընտանիքներին պատկանող բիզնեսներից գնումներ մի արեք, մի պահ կավա բարձի, որ պետական ապարատը կոլապսի առաջ կկանգնի, որտեղ երկրում ես չգիտեմ ինչքան բիզնեսի են իրանք տիրապետում ու ինչքան փող են կերել Հայաստանի Հանրապետությունից։ Այսինքն այդ երաց փողերից նաև կառավարությունը կներեք, հա, դիտարկում եմ, հաստատեն դեպքերը, երաց փողերով ընկերությունից, ինչպես դուք եք ասում, ես եմ ասում, ընկերության հետ Ես ես ասում բոլոր հարցերում միանշանակ։ Պարոն Ալեքսանյան, ես ուզում եմ շարունակել գործընկերոջս հարցեր կապված ազգային ժողովի աշխատանքների հետ, մասնավորապես վարչության իմաստով։ Կարծես թե արդեն ստեղծվել է էթիկայի հանձնաժողովը, բայց երկուսվեք խախտվել է ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքը, երբ որ ազգային ժողովը չընտրել բոլոր հանձնաժողովների նախագահներին եւ անցավ կաշին շրջանում դարձավ Անդիմությունից ով է տենց բան ասել։ Ով։ Շում էի նաեւ որ կարող են դիմել սահմանադրական դատարան։ Չէ, ուզում եմ հասկանամ ուղղակի ով կոնկրետ իրանց։ Սահմանադրական Եվ նաև վերջին շրջանում մի քննարկման թեման է դարձել որ մանրամասն քննարկումներ մեր գործընթացը չկա, արդեն կա ներքին պատկերացում, թե ինչպես է եղել կոմունիկացիաների մասով։
Ոչ, չկա դեռ ներքին նման պատկերացում, բայց ասվել է, որ ամեն ինչ արվելու է այն ուղղությամբ, որպես քաղաքացիների կյանքը հեշտանա եւ ոչ թե բարդանա։ Սրանից ավել ոչինչ ասել չեմ պատրաստում եւ ընդդիմությանն էլ հորդորում եմ այս թեման քիչ փորձել զենքայնացնել Հայաստանի Հանրապետության վերացում նաև Հայաստանի Հանրապետությունից դուրս։ Ու դա ակնհայտ ճշմարտություն է, ինձ թվում է, տենց բան պետք չէ։ Մեծ մտածող պետք չի լինել դա հասկանալու համար, որտեղ դա պարզագույն ակնհայտ ճշմարտություն է։ Կառավարության ծրագրի քննարկման ժամկետները եւ մնացածը սահմանվում են սահմանադրությամբ։ Ազգային ժողովի հանձնաժողովների նախագահների ընտրությունը սահմանվում է ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքով։ Ինձ թվում է ակնհայտ կոլիզիա կա եւ այդ կոլիզիայում ակնհայտ է թե որ իրավական նորմը ունի առավելություն, ինձ թվում է գերակնհայտ է եւ պարոն Վարդիվանյանը ինձնից հաստատ միլիոն անգամ լավ պիտի որ իմանա, որ սահմանադրության մեջ գրված է ակնհայտ գերակայություն ունի սահմանադրական օրենքի նկատմամբ։ Բարեկրթության մասով հարց մոռացա, այնքան հարց տվեցիք։ Երկուստեք էթիկայի հանձնաժողով ստեղծվել է, բայց վերջին նիստերում եմ տեսել, որ երկուստեք կարծես թե խախտվում են պայմանավորված սահմանված նորմերը։ Ես չեմ կարծում, որ գնում է դեպի խախտումը եւ ոչ թե պահպանումը, հակառակը կարծում եմ, որ գնում է դեպի պահպանումը։ Շնորհակալություն։ Ձեզ շնորհակալություն գնալ նիստի։ Մենք չհավատեցինք, բայց ասեցինք, մենք դժգոհ ենք